Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Այսօր համարյա բոլորս բռնկված ենք այսպես կոչված դիմացինին դաստիարակելու սինդրոմով, որը չարի կողմից ներշնչված միտք է մեր հպարտությունը սնող։ Դա մոլորություն է, անիմաստ մոլորություն, չարի խաբկանք։ Եթե մարդը ուզում է որ փոխի ինչ-որ մի մարդու, առաջինը պետք է սկսի նրա մասին բարին մտածել ու աղոթել նրա համար։ Կամաց ձեր մտածելով, բարի տրամադրվածությամբ եւ ձեր աղոթքներով Աստված կվերափոխի մարդուն։ Կարճ աղոթք կա. Տեր Հիսուս Քրիստոս, ողորմիր քո այսինչ ծառային կամ աղախնին եւ վերափոխիր նրան։ Ձեր սրտան ծարած աղոթքներով եւ ձեր բարի տրամադրվածությամբ տվյալ մարդու հանդեպ Աստված կամաց կվերափոխի մարդուն։ Հիշեք եւ իմացեք, ընդհանրապես հեռու մնացեք այդ մոլորություններից։ Դիմացինին դաստիարակելու կամ դիմացին ինչ-որ բան բացատրելու, դրանք հիշեք չարի կողմից ներշնչված մտքեր են, որոնք սնում են մեր հպարտությունը, որովհետև բոլորիս մեջ էլ հպարտություն կա։ Դրա համար վանեք այդ մտքերը, եւ ում համար որ սրտացավ եք ուզում եք որ վերափոխվի, բարի տրամադրվածությամբ ձեր աղոթքն արեք։ Աստված օգնական եւ պահապան լինի ձեզ։